իմ կյանքից առավել Տեր ամեն ինչից Հիսուս դու պետք ես ինձ Չունեմ կյանք առանց քեզ Իմ ամբողջ սրտով փնտրում եմ քեզ Դու պետք ես ինձ Երկերից առավել Հրաշքներից առավել Իմ կյանքից առավել Տեր ամեն ինչից Հիսուս դու պետք ես ինձ Չունեմ կյանք առանց քեզ Իմ ամբողջ սրտով փնտրում եմ քեզ Դու պետք ես ինձ Դու պետք ես Ես ինձ առավել քան երեք կարիքը տունել Չեմ կարող արտահայտել խոսքեր կարիքը տունել Տեր ինչպես երբեք դու պետք ես ինձ Դու պետք ես ինձ Երկերից առավել Հրաշքներից առավել Իմ կյանքից առավել Տեր ամեն ինչից Հիսուս դու պետք ես ինձ Չունեմ կյանք առանց քեզ Իմ ամբողջ սրտով փնտրում եմ քեզ Դու պետք ես ինձ Երկերից առավել Հրաշքներից առավել Իմ կյանքից առավել Տեր ամեն ինչից Հիսուս դու պետք ես ինձ Չունեմ կյանք առանց քեզ Իմ ամբողջ սրտով փնտրում եմ քեզ Դու պետք ես ինձ Դու պետք ես ինձ Դու պետք ես ինձ Կարողանում ենք գալ, հավաքվել ստեղ, կարողանալ երկրպագել իրան և խոնարհվել իր առջև, դա իր ողորմության մեծագույն արդյունք։ Որ կարդում էի Սողոմոնի կյանքը, տեսնում եմ երկու տեղ, որտեղ որ Աստված հայտնվում է Սողոմոնին։ Գիտեք, երբ որ Աստվածաշունչը խոսում է, որ Աստված հայտնվեց, իմ կարծիքով դա իրոք հայտնություն էր։ Հայտնություն, ոնց որ Աստված Պողոսին հայտնվեց, տենց էլ Սողոմոնին հայտնվեց, երկու անգամ գրված է դրա մասին և երկուսն էլ հետաքրքիր մի բանի հետ են զուգադիպում, ես չգիտեմ դա ուղղակի զուգադիպություն է թե ոչ, բայց երկու անգամն էլ Սողոմոնը մեծ բան արեց, միգուցե դա խենթություն էր, այն ինչ որ ինքը արեց, միգուցե դա ոչ մի կերպ տրամաբանական չէր, բայց ինքը զարմանալի մի խենթություն արեց Երկու անգամ էլ ահավոր մեծ պատարակներ մատուցեց Տիրոջը և առաջի անգամ դա եղավ, երբ որ ինքը պետք է անցներ թագավորական իր պաշտոնին և իմաստություն խնդրեց, հիշում եք այդ իր աղոթքը, երբ որ Աստված ասեց, ինչ ես ուզում տամ քեզ, ասեց իմաստություն, դրանից առաջ գրված է, որ ինքը 1000 ողջակեզներ մատուցեց Տիրոջը Դա ահռելի մեծ քանակի ողջակեզներ էր, որը բարձրացրել էր կարծեմ լեռը և այնտեղ մատուցել էր և երկրորդ անգամ եղավ, երբ որ նրանք տաճարը կառուցեցին և դրանից հետո էլի 22,000 անասուն և 120,000 ոչխար մատուցեցին ու ես մտածում եմ սրա մասին ինչքան հետաքրքիր է երկու դեպքն էլ անտրամաբան դրանք գիտեք զոհեր չէին մեղքի կամ զոհեր պարտականության դրանք նոր գտակարանն է դրան ասում է գոհության պատարակ գիտեք գոհության երբ որ դու անում ես ինչ որ մի բան Տիրոջ համար եւ դրանով ուզում ես քո գոհությունը հայտնես Կոչնոր ինքը դա տեսավ անելու իր ունեցվածքի միջոցով մի ուրիշը դա անում է իր երկրպագությամբ եւ երկեցողությամբ մի ուրիշը դա անում է խոնարհվելով եւ ընկնելով Տիրոջ առաջ եւ իր թանկարժեք յուղը ասենք լցնելով Հիսուսի գլխին եւ
մի ուրիշ անում է իր մազերով սրբելով Հիսուսի ոտքերը, մի ուրիշ անում է տարբեր կերպերով, բայց սրանք միջոցներ են, որտեղ որ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր որ չեն գտնում խոսքեր հայտնելու իրենց շնորհակալությունը եւ այլ ճանապարհներ են ընտրում, որով կարող են իրենց գոհությունը մատուցել եւ շատ գեղեցիկ այս պատարագները։ Կան կարծիքներ, ասում են երբեմն, որ մենք պարտավոր ենք ամեն ժամանակ գոհություն բարձրացնել Աստծուն, բայց իրենք երբ որ խոսքը գնում է պարտավորության մասին, այդտեղ չկա ինքնաբուխ, սրտից դուրս եկող անհրաժեշտություն, որը որ քեզ ուղղակի բերում է Տիրոջ առաջ։ Երբ որ մենք պարտավոր ենք հիմա երկրպագելու, որովհետև հիմա ժամն է դրա, դա կարծում եմ այն գոհությունը չի, երբ որ քո սրտի մեջ փափագով եկել ես սպասումով, թե երբ ես կանգնելու Տիրոջ առաջ եւ քո գոհությունը բարձրացնելու իրան եւ քո երկրպագությունը բերելու իրան։ Երբ որ դա պարտադրված չի, այլ ուղղակի ծնվում է քո մեջից եւ դու ուզում ես դա բարձրացնել Տիրոջը եւ դրա մեջ այնքան գեղեցիկ մի բան կա, դրա մասին Տերը ասում է, Տերը փնտրում է իրան հոգով երկրպագողների, դրանք մարդիկ են, որ պետք չի ասել, որ հիմա ժամանակն է երկրպագելու, դրանք մարդիկ են, ովքեր իրանց ամենածանրաբեռնված ժամանակի մեջ գտնում են ժամանակ Տիրոջ հետ առանձնանալու եւ իրանց գոհությունը բարձրացնելու Տիրոջը։ Եվ հիմա մենք ունենք այդ առիթը, եւ այն մարդիկ, ովքեր որ պատրաստ եկել են դրա համար, եկել են սպասումով, եկել են երկրպագելու, իրանք իրանց հնարավորությունը հիմա կունենան, մենք կունենանք այդ հնարավորությունը, ովքեր որ այդ ձև չէին եկել, միգուցե փոխեցին արդեն իրանց կարծիքը եւ արդեն պարտադրված չեն անի եւ իրանց սրտի մեջ էլ արթնացավ Տիրոջ նկատմամբ հատուկ իրանց վերաբերմունքը ցույց տալու իրանց երկրպագության միջոցով։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ Եբրայեցիս թղթի մեջ sense մի տեղ ասում 13-րդ գլխում Ուստի նրա ձեռովն ամեն ժամանակ 15 համարում Աստծուն օրհնության պատարագ մատուցանեք, այսինքն նրա անունը դավանող շրթունքների պտուղ։ Եվ շրթունքներով մենք կարող ենք դավանել եւ դա է օրհնության պատարագ համարում։ Երբ որ դու քո շրթունքներով փորձում ես արտաբերել են քո շնորհակալությունը։ Գիտեք, երբեմն դրանք անգամ խոսքերի տեսքով դժվար է ասվում։ Եթե կհիշեք Աննային, որ եկել էր տաճար Տիրոջ առաջ աղոթելու եւ Աստծո խոսքը մեզ ասում է, որ բառեր չէր դուրս գալիս իր բերանից, բայց իր բերանը շարժվում էր։ Եվ քահանան տեսավ եւ մտածեց, որ նա միգուցե հարկված է։ Չհասկացավ իրան, ինչու, որովհետև գիտեք, երբեմն խոսքերը չեն բավարարում ասելու են ինչ որ դու ուզում ես Տիրոջ ասես։ Եվ երբեմն քո բերանը կարող է շարժվի, քո ձեռները կարող է շարժվել, քո մարմինը կարող է շարժվել, վերջը ու դու դրանով Տիրոջը բարձրացնես այն գոհությունը, որ արթնացել է քո մեջ։ Եկեք ոտքի կանգնենք եւ Տիրոջ առաջ գանք։ Աստծո խոսքը ասում է Սաղմոսում 33-րդ Սաղմոսում նոր երգ երգեցեք նրան։ Քնարը լավ ածեցեք, ցնծության բարձր աղաղակով։ Ամեն հիմա մենք ունենք այդ առիթը, որպեսզի քնարը ածենք բարձր աղաղակով, բարձրացնենք մեր ձայները եւ շրթունքի պտուղ բերենք, որը կդավանի նրան։ Մեր փառավոր Տեր, մեր Աստված, մենք առաջ ենք քո ողորմության համեմատի Տեր։ Դու մեզ հավաքել ես այսօր ստեղ, դու մեզ տվել ես պատիվ գտնվելու քո ներկայության մեջ։ Եվ մենք խոնարհվում ենք քո առջևին, Տեր։ Խոնարհվում ենք միակ Թագավորի առջև, ով արժանի ամեն պատվի եւ ամեն փառքի, եւ բարձրացնում ենք ողջ փառքն ու պատիվը, բարձրացնում ենք մեծարանքը եւ աղոթում ենք, որ դու ընդունես դա որպես գոհության պատարագներ։ Թող այս ժամերի մեջ
Սուրբ անունի մեր Տեր։ Թող այս ժամերի մեջ մենք ավելի քեզ մոտենանք եւ ավելի քեզ ճանաչենք։ Թող այս ժամերի մեջ հանդիպում լինի, որ փոխի մեզ Տեր։ Թող քո անունը սուրբ լինի այս ժամանակի եւ հավիտյանս հավիտենից Տեր։ Shema, Okus,
Եվ քեզ եմ գալիս, քեզ եմ ձգտում, դու որպես խորան, թող որ նկարվեն քեզ անում, դու իջրակ, ու ես յուղ նրանում, երանություն է քեզ հետ մեկտեղ, ապրել այս կյանքում, դու և դու վայելենք մեկ մեկում, երանություն է քեզ հետ մեկտեղ, ապրել այս կյանքում, դու և դու վայելենք մեկ մեկում, դու և դու վայելենք մեկ մեկում, դու և Շնորհակալ ենք, որ քեզ ունենք Տեր, որովհետև Տեր, մենք կարող ենք քեզ կրտնել Տեր, և ասել մենք հանգստանում ենք քո մոտ Տեր, քո ուսին կրտնած Տեր, հանգստություն ենք գտնում Տեր, բժշկություն ենք գտնում Տեր, Քեզ, դու իմ ամուր շայրում ապամեն, դու իմ կարոտ սրտի փափագ ու բարձրվեն անունդ և շուրթերից են հնչում, հույս է սփռում, սեր ավարտում, ջարդված սրտեր նորոգում, թող քո հոգու գետը բարձրանա, սուրբ ուղղությամբ ողջությունս լիանա, և իմ հոգին երգի քո փառքը հավիտյան, որ դու ես միակ ճամփան, որքան ուզում եմ մոտենալ քեզ իմ աչքով, զգալ քո ջերմ շունչը և սերը անսահման, քոնն է ողջ պարտքը, դու ես իմ կյանքը և հույսը հավիտյան, երկրմատում եմ ողջ սրտով լովում եմ քեզ, փառք եմ տալիս քեզ, որ այսօր ապրում եմ քեզ, դու իմ սփոփանքն ես, սպեղանին փոխուս, իմ Տեր Փրկիչ Հիսուս, քեզ, ես միայն քեզ եմ դավանում, որ ողջ իմ կյանքը լոք քեզ է պատկանում, սիրում եմ, սիրո խոսքեր եմ քեզ ասում, քեզ եմ պաշտում, քեզ հավատում և կյանքս քեզ նվիրում, քո մեծ տեսիլ կողմիդ ընթանամ, քո սուրբ հոգով պիտի լցվեմ և զորանամ, և բոլորին պիտի պատմեմ ես քո մասին, և հասնեմ հագիր
Հիսուս, դու իմ սփոփանքն ես, սմեղանին հոգուս, իմ Տեր մեկիչ Հիսուս, պարգես, Հիսուս, գարնաստո, արժանի ես դու, Հիսուս, գարնաստո, արժանի ես դու, եկեք միասին ասենք Տիրոջը, Հիսուս, գարնաստո, արժանի ես դու, Հիսուս, գարնաստո, արժանի ես, հիմա դու քո համար ասա, դու զորությունն ես իմ կյանքի, և ապավենն ես իմ սրտի, դու ամեն բան ես Տեր ինձ համար, և ես տկար եմ ուշն ես իմ, և ես դատարկ լցնում ես ինձ, դու ամեն բան ես Տեր ինձ համար, հիմա ավելի հավատքով քո համար ասա, դու զորությունն ես իմ կյանքի, և ապավենն ես իմ սրտի, դու ամեն բան ես Տեր ինձ համար, և ես տկար եմ ուշն ես իմ, և ես դատարկ լցնում ես ինձ, դու ամեն բան ես Տեր ինձ համար, Հիսուս, գարնաստո, արժանի ես դու, միայն դու, Հիսուս, գարնաստո, արժանի ես դու, Հիսուս, գարնաստո, արժանի ես դու, Հիսուս, գարնաստո, արժանի ես դու, արժանի ես դու, արժանի ես դու, պարգես Տեր, արժանի ես դու ողջ պարգին, ողջ պարգվին Տեր, ողջ երկրպագության և ողջ պարավանությանը, թող քո անունը այսօրվա մեջ էլ փառավորվի Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, Աստված օրհնի ձեզ։ Սիրելիներ, այսօր պատիվ ունենք մեր մեջ պատվավոր մի հյուր ունենալու, որ հայկական եկեղեցու հայրերից մեկն է, գիտեմ, որ շատերը իրան ճանաչում եք, շատերը սիրում եք, ով էլ չի սիրում համոզված է, ով էլ չի ճանաչում, ով էլ չի ճանաչում, այսօր պատիվ կունենա վայելի Աստծո այն շնորհքը, որ կա իր վրա, որ այն խոսքը վայելելու, որ Աստված ուղարկել է իր միջոցով, այսօր մեր մեջ է մեր սիրելի Էդվարդ Մանուկյանը, որ հանդիսանում է Աբովյանի Գավիթ եկեղեցու հովիվը և մեր միության քարտուղարն է նաև հանդես գալիս։ Եկեք Տիրոջը փառքենք իր համար։ Աստված օրհնի ձեզ։ Հայցում եմ ձեր աղոթքը ընթացքի մեջ։ Քիչ գրիպոզ վիճակ է մոտս, բայց կաշխատում ձեզ ծառայ։ Փառք Տիրոջը, ձեզ օրհնում եմ բոլորիդ։ Թող Տերը ձեզ հաջողություններ տա, Աստված պաշտության մեջ, հավատքի մեջ, Աստված ճանաչման մեջ
Եվ ձեր, ինչպես Սուրմիկն են ասում, ձեր առաջադիմությունը բոլորը տեսնեն։ Այո, թող բոլորիդ ինձ հետ միասին ես էլ եմ ուզում առաջադիմեմ իմ Աստված ճանաչման մեջ։ Աստված զարմանալի մեր սքանչելի Աստված է։ Եվ նրանք, ովքեր շատ մոտիկից իրան ճանաչել են, էս են ասել, սքանչելի է։ Զորավոր Տերը կարող էր, ինչպես հին գտակարանին, հատուկ է մեծամեծ հրաշքները, Իսրայել ժողովրդի անապատային կյանքը 40 տարի տևեց և այդ 40 տարվա ընթացքի մեջ ամեն օր հրաշք էր գործում, ամեն օր։ Այդ սերունդը յուրահատուկ սերունդ էր, ես ուզում եմ ասել դա յուրահատուկ սերունդ էր, այն սերունդը, որ Եգիպտոսից դուրս եկավ և 40 տարվա մեջ, ինչպես Տերը ինքն է ասում, իմ հրաշքները տեսան 40 տարի, 40 տարի։ Եվ այդ սերունդը, այդ 40 տարվա ընթացքում ես միայն մի փաստի վրա ուզում եմ շեշտ տնել, բացի այն ինչ-որ Տերը կատարել էր Եգիպտոսի մեջ, ինչպիսի նշաններ ցույց տվեց Տերը Եգիպտոսում, դա ինչի համար էր Տերը դա անում, մեկ եգիպտացիների նկատմամբ ծրագիր ուներ, մյուսն էր, որ ուզում էր իր ժողովրդին ցույց տալ, թե ով է ինքը, Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը ով է։ Եվ այդ նշանները ցույց տվեց։ Դրանք եգիպտացիները կարծում էին, թե սա այնպիսի նշանավոր բաներ չեն, իրենց աստվածներն էլ կարող են նույնը անել։ Եվ ինքը Փարավոնը ասում էր, մեր քուրմերը նույն բաները կարող են անել, այնպես որ չզարմացնեք մեզ։ Հետո մի պահ հասավ արդեն քուրմերը ասեցին, չէ, ես արդեն քուրմի գործ չի, սա Աստծո գործ է։ Եվ իսկապես դադարեցին մրցակցել Մովսեսի հետ, Ահարոնի հետ, որովհետև նրանց միջոցով Տերն էր գործում։ Եվ իրենց անապատային կյանքի թերևս առաջին կամ երկրորդ տարում, 40 տարի առաջին, երկրորդ տարվա ընդմիջման մեջտեղում Մովսեսը կանգնացրեց Խորանը, որի տեսիլքը Աստված լեռան վրա, երբ որ նա Տիրոջ հետ 40 օր և 40 գիշեր անցկացրեց, այդ տեսիլքը առավ և այդ տաճարի կառուցման համար հրաման եղավ Մովսեսին, որ այդ Խորանը, դա շինանյութերով չէր, սովորական քար, ցեղ և այլն, դա պետք է լիներ մի հատ վրանի նման, որի տեսիլքը Աստված տվեց։ Եվ Մովսեսը երբ որ իջավ ներքև, շատ իմաստուն և հոգով լցված մարդկանց ձեռքով այդ Խորանը պատրաստվեց, որտեղ անապատում։ Երբ որ նրա պատրաստումը ավարտվեց, ամեն ինչը իր տեղում էր, Աստված իջավ իր փառքովը և լցրեց Խորանը։ Այնպես լցրեց, որ Մովսեսին անգամ տեղ չմնաց, նա էլ պիտի Խորանից դուրս գար։ Թեև նա այդ հասարակության մեջ Տիրոջը ամենամոտիկ անձն էր, և Տերը երես աներես ասում խոսում է նրա հետ, նա էլ դուրս եկավ, նրան էլ տեղ չկար։ Եվ Մովսեսը ասում է դուրս եկավ, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Խորանը և այնտեղ մնալու հնարավորություն չկար։ Եվ այդպես եղավ։ Եվ դրանից հետո ինչ եղավ, որ ամեն ցերեկ, քանի դեռ արևը փայլում էր, ամպիսյունը, Տիրոջ ներկայությունը ամպիսյան ձևով գալիս էր այդ Խորանի վրա, այնտեղ էր լինում, երբեք չէր բացակայում։ Իսկ երբ որ գիշեր էր լինում, ամպիսյունը վերելացվում կրակիսյունի։ Այսինքն զոր գիշեր Տիրոջ ներկայությունը հրաշալի ձևով այնտեղ կար։ Հիմա ես պատկերացնում, եթե ես այնտեղ լինեի, ցերեկը ցանկացած պահի իմ հայացքը գցեի Խորանի վրա, կտեսնեի, որ Տերը այնտեղ է, չէ՞։
Կամ գիշերը հանկարծ քունս չտաներ, վեր կենայի վրանիցս դուրս գայի, մեկ էլ նայի խորանի կողմ տեսնեմ ընդեղ կրակավարվում, խորանի գլխին, սյան պես կանգնելա հրաշք է։ Քունս չի տանում, բայց ոչինչ, լավ է, որ չգիտեմ, ինչքան մարդ է ասել, լավ է ես գիշեր մի հատ դուրս գա գնայեք տիրոջ ներկայությանը, հիանալ, ինչքան է տևել, 40 տարի, 40 անգամ 365, հրաշքի տարիներ, փառքի տարիներ, և այդ երևույթը տեղի ունեցավ մինչև այն ժամանակ, երբ որ Իսրայելը անցավ Հորդանան գետով և մտավ Ավետյաց երկիրը, նորը տեղի չեղավ, այդ ընդհատվեց։ Միայն մի փաստ եմ ասում, թե այդ 40 տարվա հրաշքները ինչքան շատ են։ Ես կարծում եմ, այդպիսի սերունդ չի եղել, որ նման արտոնություն ստացած լիրի երկնքից 40 տարի տեսնել տիրոջ հրաշքներ։ Ես միայն մի դրվագն եմ ասում, բայց ամենանվիրական և ամենալավ դրվագն եմ ասում։ Ուրիշ շատ հրաշքներ, 40 տարի ոչ մի հիշատակություն չկա, որ Իսրայելը հիվանդացել է։ Ես որ նայում եմ, չեմ պիտի հիշեմ, 40 տարի Ելից գիրք կա, Թվոց գիրք կա, Ղևտացիս, երկրորդ օրինաց, որտեղ է գրված, որ ժողովուրդը ինչ-որ հիվանդություն ունեցել, չի եղել։ Կոշիկը չի մաշվել, հագուստը չի մաշվել, այդպես էլ գրված։ Վերջապես զարմանալի է, 40 տարի անապատում լինել և կոշիկը չմաշվի, հրաշքը իմ վրա է, հրաշքը իմ վրա է, իմ անդերսներս չի մաշվում, կոշիկներս չի մաշվում, չեմ հիվանդանում, և ինձ ապահովված է ուտելիք, անապատ, ավազ, օձ, կարիճ, ինքնա, հիմա էլ որ այդ կողմերը եթակ, եթե բաղթ վիճակի սինա անապատում ունեք, ասում են, թե ընդեղ էդ է, բնությունը էդ է, շատ դաժան բնություն ունի, անապատ, քարեր, սուրսուր, վերջապես, լեռներ, որոնց ստորոտում, որոնց վրա ծաղեր չկան, լերկ, լեռներ, գիզիչ արև, հրաշք է ամեն օր։ Ես, եթե մի բանաստեղծներ կամ մի հատ քնարական միտք ունեցող մարդ լիներ և շատ ուժեղ երևակայություն ունենա, ձեզ համար այնքան գեղեցիկ կնկարեր այդ վիճակը, որ թե ինչպես է եղել 40 տարի Աստված այդ սերնդին ցույց է տվել իր հրաշքները, հատուկ սերունդը։ Ես կարծում եմ այդպիսի սերունդ Աստծո գործնեության պատմության մեջ չի եղել։ Ոչ ոք չի կարող ասել 40 տարի ամեն օր Տիրոջ հրաշքը ես իմ աչքով տեսնում եմ։ Այո, ամեն օր ապրելը մեր հրաշք է, դա կարող են պատասխանել։ Նրանցը նույնպես, բայց այն ինչ որ նրանք իրանց աչքով տեսնում էին, վեր է մեր բոլոր չափանիշներից։ Դրա համար Տերը այսպես է ասում։ Դրա համար ինչպես Սուրբ Հոգին ասում է այսօր, եթե նրա ձայնը լսեք, մի խստացնեք ձեր սրտերը ինչպես բարկանալու ժամանակում փորձության օր անապատի մեջ, ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ և տեսան իմ գործերը 40 տարի, տեսան իմ գործերը 40 տարի։ Դրա համար զսվեցի այն ազգից և ասեցի, միշտ մոլորվում են սրտով և նրան չճանաչեցին իմ ճանապարհները։ Այս սերունդը ունիկալ էր այն տեսակետից, որ նա տեսնում էր այդքան հրաշքները և տեսավ, բայց ունիկալ էր շատ ցավալի, որ ես նրանց կոչեմ աշխարհի պատմության մեջ ամենաանհավատ սերունդ։ Այդպիսի սերունդ չի եղել, որ 40 տարի Տիրոջ գործերը տեսնի, բայց վերջում անհավատություն, այն աստիճանի անհավատություն, որ Տերը, որ այդքան, գիտենք, որ նրա սիրտը ինչքան մեծ է, ընդունելու մարդկանց, ներելու, խնայելու, խնամելու, ասի ինչ, մի բառ, որ մենք Տիրոջից շատ հազվագյուտ ենք սպասում, ինչ, զզվեցի այն ազգից։ Քիչ տեղեր կհանդիպենք Սուրբ Գրքում, որ գրված լինի զզվեցի, Տիրոջ վերաբերյալ, կամ ատեցի, զարմանալի է, որ գրված է, ոմանք կարծում են, որ Աստված զզվել չունի,
մինչև տեսնի ինքը ընդունում է, չէ՞ սիրելիներ։ Աստված զզվել է, գրված է, սա Աստծո խոսքն է։ Զզվել է այս սերնդիցը։ Ինչու՞։ Որովհետև նրանց բացել այդպիսի մի հրաշալի տեսարան հրաշքների 40 տարի, ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան, երբ հայացք գցեք խորանի վրա հրաշք եք տեսնում։ Երբ հայացք ես գցում քո վրա, հրաշք ես տեսնում։ Ամենուրեք հրաշք, լցված է մտնոլորտ այդ հրաշքը։ Բայց ցուցաբերել այսքան մեծ անհավատություն, որ Տերը ասի ես զզվեցի այդ ազգից, այդ սերնդից զզվեցի։ Դրա համար էր սերնդեր այդ սերնդից ոչ ոք բացառության երկու հոգուց չմտան Ավետյաց երկիրը եւ ասում են նրանց ոսկորները փռվեց անապատի մեջ, ամեն մեկը մեռան իրաց մեղքերի պատճառով։ Ուրեմն մենք սերներ տեսնում ենք, որ մի տեսակ ինչու է գրված, նկարագրված, որտեղ գրված է մեզ համ։ Նրանք որ մեռան գնացին։ Եվ Տերը երդվեց, երբ որ Աստված երդվում է, ուրեմն իմացեք դրությունը շատ նոր։ Աստված երդվեց։ Այնպես որ ես երդում արի ինչի մեջ։ Իմ բարկությունումը Աստված բարկացավ եւ այդ բարկության մեջ երդվեց։ Եվ ինչ երդվեց։ Թե պիտի չմտնեն իմ հանգստի մեջ։ Ուրեմն հարցը փակված է։ Փակված է հարցը, վերջացած։ Աստված երդվել է որտեղ, երբ որ նա հաճության մեջ էր, չէ, երբ որ նա բարկության մեջ էր, բարկացավ իր աստիճանի ծայրահեղ բարկություն է սա, որ իր բարկության մեջ էր ինչ եղավ, երդվեց, որ այդ սերունդը, իմ հանգիստը չի մտնել։ Այսքան անհավատություն որտեղից, ոնց որ աշխարհի ամենակարկառուն անհավատներին հավաքես միտեղ հավաքես։ Ինչքան մարդեր այդտեղ, ինչքան անձ դուրս եկավ Եգիպտոսից եւ ինչքանը վերջապես մտան միլիոնների է դուրս եկավ այդ սերունդը եւ երկու հոգի ոնց էր ասում, խոսքը տղամարդկանց ցուցակն է, որ Աստված ասել էր կազմի եւ իսկապես Մովսեսի ձեռքին էր այդ ցուցակը, մարդահամարի ցուցակը Մովսեսի եւ Ահարոնի ձեռքին էր, որտեղ գրված էր ավելի քան 600,000 տղամարդու անուն։ 600,000 տղամարդ ճապահաս։ Եվ այդ սերունդը, որի անունները այդ թղթի վրա, այդ գրքերի վրա գրած էր, հետո Հորդանանից անցնելուց նայում են, որ երկու անուն կա այնտեղ, որ մեռած չեն, ոչնչացված չեն, պատժված չեն։ Երկու անուն այդ 600-ից 100,000-ից ավելի մարդկանց մեջ։ Հատուկ սերունդ էր։ Ես դրանց կասեի աշխարհի պատմության միջի ամենավատ սերունդը, ամենահանհավատ սերունդը։ Գուցե այդ անհավատ սերունդներից մեկը։ Ինչու ենք մենք այդքան անհավատ լինում։ Դրանք մարդ էին, որոնց աշխարհ է բերել մայր, որոնց կառուցվածքը, մտավոր կարողությունները, մարդեղությունը, մարդկային հատկանիշները մեր նման է եղել։ Մեր նման։ Նրանք վերջապես որևէ հատկանիշով մեզ չեն զիջել, մեզանից էլ ավել չեն եղել։ Մարդ են եղել, ինչպես մենք ենք մարդ։ Բայց այդքան անհավատություն։ Աստված անհաջողության է մատնվել։ Ընտրել է մի ժողովրդի անունը Իսրայել, որի մեջ այդքան անհավատություն կա։ Ասեց իմ ձեռքը մեկնեցի ամեն օր մի ժողովուրդ, որոնց ինչ է սրտները քարեղեն է, ամեն օր ձեռքս մեկնում է այդ ժողովրդի։ Խստապարանոց, ասել է թե նրանք պատրաստ չեն ինձ լսել։ Բայց ինչու է Աստված մի հատ ավելի լավ ազգի չի ընտրել, զարմանալի է, որ նրա ընտրած ազգը այդքան անհավատություն ունի իր մեջ։ Ես կուզեի այդ հարցի պատասխանը ստանալ, թե ինչու, բայց կարծում եմ, որ քանի որ նրանք Աբրահամի սերունդն էին, չէ, վերջապես Աբրահամից սերված ժողովուրդ,
Աստված Աբրահամին այնքան էր սիրում, որ իմանալով, որ այդ ժողովուրդը այդպես կլինեն եւ գույնը որոշել էր նրանց օրհնել եւ ողորմել եւ նրանց գերության տակից հանել։ Ով է մարդը եւ ինչպիսին է Աստված։ Միթե Աստված չգիտեր, որ այդ սերունդը, այդ 600,000 տղամարդիկ կանանց հաշիվներ չունենք, այդպիսի սերունդ կլինի եւ այդպես կպատասխանի Աստծուն մեծագույն ողորմության, որ երբևիցե արել էր մինչև այդ պահը, եւ ես կարծում եմ, որ այդպիսի շրջան մարդկությունը չի տեսել, քրիստոնեությունը անգամ այդպիսի շրջան չի տեսել, հրաշքների քանակությամբ, ամբողջ քրիստոնեությունը այդպիսի իր 2000 տարվա պատմության մեջ կարծում եմ այդպիսի ժամանակներ չի տեսել, այդպիսի հրաշքների, ցածող նշանների եւ այդ բոլորը գումարեք իրար, ինչու եք մենք մարդիկս հաճախ Եվ որ ես խոսում եմ նրանց մասին, ինձ եմ հիշում, չէ որ նրանք են մարդ էին, և ծնվել էին այնպես, ինչպես ես եմ ծնվել, ինչպես դուք եք ծնվել ես աշխարհում։ Եվ հիմա էլ մենք հավաքվել ենք, Աստծո ժողովուրդ ենք, և կարծիք Տերը Սուրբ Հոգու ձեռքով ասում է։ Նրա համար ինչպես Սուրբ Հոգին ասում է, այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացնեք ձեր սրտերը, ինչպես բարկանալու ժամանակում փորձության պատի մեջ։ Պատասխանը կարծես սկզբից եւ ետ ստանում ենք։ Մարդիկ կան, երբ որ Աստծո խոսքը լսում են, իրենց սրտերը ինչ են անում, խստացնում են։ Ասել է թե անդրադարձնում են հայելու պես ամեն ինչը, ապարաժի պես։ Նման այն շշին, որ նավավարները, երբ որ նրանք ովքեր նավագործության էին ենթարկվում, շշի մեջ գրություն էին դնում, բերանը փակում գցում ծովը, որ թերևս մեկը կգտնի կկարդա եւ կգա օգնության, թե հույս չեն ունեցել ու իրանք կապրեն, բայց մտածել են հնարավոր է, եւ այդ շիշը կարող է լողալով կորոսի մեջ 1 տարի, 2 տարի, գուցե 10 տարի, երբեմն այդ շշերը գտել են նայել են, նամակից անցել է 10 տարի։ Ուրեմն ուշ է, այդ հետքերով գնալ ուշ է։ Բայց երբ որ այդ շիշը բացել են, տեսնում են այդ թղթի ոչ մի կաթիլ ջուր չի մտել, փակ է, լողացել է մի ահռելի օվկիանոսի մեջ, անցել է անդուններով, բայց մի կաթիլ ջուրը մեջը չի տապանցել, երբին մարդիկ երպես են լինում, նրանք կարող են գտնվել ասողրության և հրաշքների մի ամբողջ օվկիանոսի մեջ, բայց կարող են և ոչ մի կաթիլ դրանից ներս չվերցնել իրանց սրտի մեջ։ Էդ ենք մենք սիրելիներս, այս է մարդը, հավատքը մեր էությանը հատուկ չէ, հավատքը մենք չենք ժառանգում մեր ծնողներից, մենք կարող ենք ժառանգել նրանց բարեպաշտությունը, նրանց խրատները, նրանց հորդորանքները, բայց վերջապես ինչ, միթե հավատքի փորձառությունը գալիս է ժառանգությունից, իմ ծնողները լավ հավատացյալ կարող են լինել, բայց ես կարող եմ լինել ամենավերջի անհավատը, ամենասարսափելին, դրանից առաջ եղած սերունդները գուցե ավելի լավն են եղել, քան այդ սերունդը։ Եթե իսկապես հավատքը ժառանգության արդյունք է, այդ դեպքում ինչու նրանք այդքան անհավատելի են, ամբողջ սերունդ բացի այդ երկուսից։ Ինչքան քիչ են թվեր, 2 հոգի, ջրհեղեղի ժամանակ փրկվում են 8 հոգի, այ Տեր Աստված։ Դրա համար երբ որ մարդիկ կարծում են, ասում են, Տեր, փրկվողները քիչ են, իսկապես էլ քիչ են լինել, բայց այսօր ասեմ, որ Տերը մեզ թիվ չի տվել, չի ասել, որ քանակը ինչքան կլինի, ինքը գիտի, վերջին հաշիվները, բայց այսօր մեզ կոչ է անում։ Սուրբ Հոգին ասում է, այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացնեք ձեր սրտերը, այսինքն ինչ արեք, ինչ անեմ Տեր, նշանակում է, պիտի իմ սիրտս բացեմ այն բոլորի համար, ինչը երբեմն շատ էլ տրամաբանական չէ, բայց ճշմարիտ է, հրյաները նշան են ուզում, հույները ինչ են ուզում, իմաստություն, բայց մենք քարոզում ենք խաչալ Քրիստոսի։ Հրյաները նշանների ժողովուրդ են, նրանց կրոնական գիտակցությունը սա է,
ճշմարիտ է այն վարդապետությունը, որի մեջ նշաններ կան։ Դրա համար Հիսուսին ասում էին, ինչ նշան ես անում, որ այս բաները կատարվում են, ասում ես։ Այսինքն վարդապետությունը չի կարող համեմված չլիներ նշաններով մեծամեծ։ Հрьяաներ նշան են ասում։ Իսկ հույներն են ասում են, տեսնենք մեջը տրամաբանություն կա։ Մեր ֆիլիսոփաները սովորացրել են, որ ամեն ինչի մեջ տրամաբանություն պիտի լինի եւ ինչ որ հասու չէ այս մտքին, ասում են թե ռացիոնալ չէ, ուրեմն դա ճիշտ չէ։ Ուրեմն դեմ պիտի գցել։ Բայց մենք քարոզում ենք Աշակ Քրիստոսի։ Մեր սիրտը բացենք հավատքի խոսքի համար։ Եվ ես կարծում եմ Սուրբ Հոգին այսօր մեզ բերում է այդ վիճակին, բերում է մեզ այդ կացությանը, այդ կարգավիճակին, հրավիրում է այդ կարգավիճակին, որ մենք ինչ անենք, մեր սրտերը բացենք Տիրոջ խոսքի համար։ Եվ ես ուզում եմ համառոտակի ձեզ ներկայացնել, թե այդ պրոցեսը ոնց անում է։ Ես չեմ ասում սա ինչ-որ երկրային հայտնություն եմ ստացել, չէ։ Բայց ամեն մարդ ունի իր ընկալումը, փորձառությունը, որը գալիս է վերջապես Սուրբ Գրքի և Տիրոջ հետ շփվելուց։ Շարունակենք մեր դատողությունները։ Տեր Հիսուս հարություն է առել։ Ինչ պիտի ասենք սա։ Ամեն նա հարություն է առել։ Երբ որ նա խաչից իջեցրեցին, երկու հոգի, Արիմաթացի Հովսեփ և Նիկոդեմոս, իրանց ծախսով պատիվ տալով, որովհետև Նիկոդեմոսին գիտեք, որ նա Տեր Հիսուսին լսելու ինչպիսի մի ցանկություն ուներ և գիշեր եկավ նրա մոտ։ Հովսեփ Արիմաթացին նրա աշակերտն էր, բայց ծածուկ աշակերտ էր, հայտնի նրա հետ ման չէր եկել, խաչից իջեցրին, նրա մարմինը մշակեցին համապատասխան ձևով և դրեցին մի գերեզմանում, որտեղ երբեք ոչ ոք դրված չէր։ Երևում է այն ժամանակվա գերեզմանները, որ փորվում էին ժայռերի մեջ կամ պատրաստվում էին, բազմաթիվ տեղեր ուներ և առաջին ով որ ում մարմինը դրեցին այդ գերեզմանի մեջ Հիսուսի մարմինն էր։ Պատեցին 100 լիտր ասմա ինչ էին հալվեին բերել և պատեցին մարմինը պատանով, գլուխը վարշանակով և դրեցին գերեզման, նրանք ովքեր եկել էին կանայք, տեղ ներկա էին և տեսնում էին, որ նրան նոր դրեցին։ Այդ օրը ուրբաթ օր էր և հաջորդ օրը մեծ օր էր, սատիկ շաբաթ օր էր և գերեզման գալ չէին կարող, շաբաթ օրը հանգիստ առան, հաջորդ օրը կանայք առավոտ շուտ կանուխ երկացան, պատրաստեցին խունկը, մնացած բաները և շտապեցին գերեզման։ Շտապեցին գերեզման, ավանգարդը այստեղ կանայք, ավանգարդ, գնացին և ինչ եղավ, եկան տեսան քարը մի կողմ է քաշված։ Ինչու, ով ես բանը արել, դες բան չի լինում, մահացած է պետք է քարը մնա իր տեղում։ Եվ տեսան նկատեցին, որ Տիրոջ մարմինը այնտեղ չի, Տիրոջ մարմինը այնտեղ չի։ Եվ արագ վազելով գնացին աշակերտներին ասեցին, Տիրոջ մարմինը չկա, Տիրոջ մարմինը չկա։ Աշակերտներից երկուսը, որը մեկը երիտասարդ էր և մյուսի անունը հայտնի է, որ Պետրոսն էր, վազում են դեպի գերեզմաններ, ինչ են կատարվել։ Հասան գերեզմանները, իհարկե այն մյուս աշակերտը, որ երիտասարդ էր, արագ վազեց, Պետրոսից անցավ, գնաց, հասավ գերեզման, ներս չմտավ, սպասեց, Պետրոսն եկավ, Պետրոսը առաջին մտավ, ինքը հետևից մտավ։ Պետրոսը նայեց, տեսավ վարշամակը, ծալած մի տեղ դրած է, իսկ պատանը առանձին է դրած, նայեց և հետո նորեն երիտասարդը մտավ։ Այդ երիտասարդը ով էր, կարծում եմ ինքը Հովհաննեսն էր, ինքը իր անուն ոչ մի տեղ չի տալիս, գրում է այն աշակերտը, այս աշակերտը, ինքը։ Եվ Պետրոսը երբ որ դուրս եկավ գերեզմաններից, Ղուկաս ավետարանիչը ասում է զարմանքով գնում էր։ Այսինքն նա չհավատաց, որ տեղի է ունեցել հարություն, բայց զարմանքով գնում էր, այսինքն զարմացած էր, մտորումների մեջ, ինչ է եղել, ինչ է պատահել Տիրոջ մարմնին։ Բայց այն երիտասարդ աշակերտը,
տեսնելով, թե ինչ սիտուացիա է, ինչ իրադրություն կա գերեզմանի մեջը, անմիջապես հավատաց, այդպես է գրված է, ուրեմն ես կուզեի այդ տեղը ընթերցել ձեզ համար Հովհաննես Ավետարանի 20-րդ գլուխը, որ կարծում եմ, որ եկեք որ սուրբ գիրքը ձեր մոտ ունեք, ոմանք կարող եք այդ համարներին հետևեք։ Հովհաննես Ավետարան 20-րդ գլուխ։ Եվ միաշաբաթ օրը Մարիամ Մագդալենացին առավոտած տակավին մութ գալիս է գերեզմանը եւ տեսնում է քարը գերեզմանից վեր առած։ Ապա վազում է գալիս Սիմոն Պետրոսի եւ մյուս աշակերտի մոտ։ Իմը կանմամբ սա Հովհաննեսն է։ Մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր։ Արդեն պարզ է։ Եվ ասում նրանց. Տիրոջը վեր առան գերեզմանից է եւ չգիտենք թե որտեղ դրին նրան։ Եվ դուրս եկավ Պետրոս եւ մյուս աշակերտը եւ գալիս էին գերեզմանը։ Եվ երկուսը միասին վազում էին։ Երևում մի շրջան ինչ է եղել։ Միասին են վազել, իրար հետ են եղել։ Եվ մյուս աշակերտը վազեց շուտով անցավ։ Չհամբերեց։ Անցավ Պետրոսից եւ առաջ եկավ գերեզման եւ ծռելով տեսնում էր կտավները դրած, բայց ներս չմտավ։ Կտավները դրված են, ներս չմտավ։ Սիմոն Պետրոսն հասավ եւ նրա ետևից գալիս էր եւ մտավ գերեզմանը եւ տեսնում է կտավները դրած եւ վարշամակը, որ նրա գլխի վրա էր, կտավների հետ չէր, այլ ջոկ ծալած մի առանձին տեղ։ Ուրեմն ինչ-որ բան է եղել։ Կա հավանականություն, որ վարշամակը իրան խնամքով ծալվել է տեղը, չկա։ Կա հավանականություն, որ այդ պատանը ինչ-որ մեկը խնամքով առանձնացրել է դրել է առանձին, վարշամակը առանձին էր գլխի մոտ։ Ուրեմն ինչ-որ մեկը ստեղ մտել է։ Ինչ բացառություն կա սրա։ Այն աշակերտը, որը առաջ տեսավ երիտասարդը, մի հատ եզրակացություն ուներ, Հիսուս արություն է արվել։ Պետրոսը մտավ, ուրիշ ռեակցիա ցույց տվեց։ Ինչ է կատարվել մտքերի մեջ։ Ղուկաս Ավետարանի չէ, Պարագայի համար 24-րդ գլխի 12 համարում ասում է. դուրս եկավ Պետրոս եւ գնաց զարմացած էր։ Ինչ է տեղի ունեցել, բայց դեռ չի հավատացել, չէ՞։ Զարմացած է ուղղակի։ Ինչ է կատարվել ըստ էության։ Զարմանալի բան է կատարվել։ Խորհրդածությունների մեջ է։ Կարող է տեղափոխել ինչ-որ մեկը վերցրել է ավելի լավ տեղ է տարել։ Թե եկել են գողացել են։ Չէ՞ որ կարող են պրովոկացիա լինել, չէ՞։ Չէ՞ որ փարիսեցիները ասում են, որ աշակերտները ինչ են արել, գողացել են։ Կարելի է գործ բացել։ Եվ հնարավոր է գործ բացել։ Դրա համար երևում է այդ պահն էր, որ արդեն զինվորները ինչ են եղել, փախած են, չկան։ Հարությունը տեղի ունեցել նրանք մեռելի պես ընկել էին այդ զորությունից, հիմա փախել են քաղաք։ Մարիամը եկել է ժամանակ, որ արդեն զինվորներ չկան։ Երևում է որ պատմությունը։ Բայց Պետրոսը ինչ է, մտորումների մեջ։ Ինչ է կատարել։ Գողացավ, տարան։ Ինչ է տեղի ունեցել, բայց դեռ հավատք չկա։ Մյուս անձը, որ այդտեղ շատ է իրադրության մեջ մենք կարող ենք տեսնել իրան, թե Մարիամ Մագդալենացին է։ Երբ որ աշակերտները գնացին, ինքը մնաց գերեզմանում եւ լացում էր։ Տեսավ հրեշտակներին։ Հրեշտակները ասացին ինչ է, ասավ Տիրոջս մարմինը վերցրել են տարել են, չգիտեմ ուր են տարել։ Մարիամի վարկածը ինչն է։ Բացահայտ վարկած է։ Համոզմունք է սա, որ Տիրոջ մարմին ինչ են արել, վերցրել է ինչ-որ մեկը եւ տեղափոխել։ Այս հավատք է, ոչ։ Շատ բնական մի եզրակացություն է։ Երբ որ նույնիսկ Տեր Հիսուսին տեսավ կարծելով պարտիզմանն է, ասավ այո կին ինչ ես դասում։ Ասավ Տեր, եթե դու ես վերցրել իմ Տիրոջ մարմինը, ասա կնա որտեղ ես դրել, կամ Տիրոջս մարմինը վեր առնել։ Ասել է թե ինչ ենք հասկանում, որ Մարիամը համոզված էր, որ հարություն չի արել, ուղղակի մարմինը ինչ են արել, վերցրել են տեղափոխել են, ինչ-որ մեկը սա կազմակերպել է։ Հետո շարունակություն է 20-րդ գլխի, երբ որ կարդում ենք, տեսնում ենք մեկն էլ կար,
Թովմաս անունով իսկապես Տերը հանդիպեց աշակերտներին։ Իհարկե գրեք Մարկոս ավետարանի մեջ ասում է, որ Տերը երբ որ առաջին անգամ աշակերտներին տեսավ, իրանց ինչ արեց, հանդիմանեց իրենց քարասրտության եւ անհավատության համար։ Ինչու հանդիմանեց։ Տերը երբ է հանդիմանում։ Երբ որ ինձանից ունի այդ սպասումը պտուղի, ինչպես Եսայան ասում է, այգի տնկեցի եւ սպասեցի խաղողի եւ ինչ տվեց, ազող տվեց։ Սա ինչ է։ Տերը սպասում է պտուղի քաղցր եւ փոխարենը տրվում է ազող, ազողն մի հատ թթվադառը մի հատ բառ է։ Տերը հանդիմանեց նրանց իրենց քարասրտության եւ ինչի համար, անհավատության համար։ Ինչ է կարծում։ Լավագույն թիմն է ընտրել Տեր Հիսուսը։ Չէ, վատ թիմ է։ Հասկանալու համար պատրաստ չեն, հավատալու համար պատրաստ չեն, հավատարմության տեսակետից եմ չասելու։ Մեկը 3 անգամ ուրացավ, հələ 3-րդ անգամ էլ անեցքով, մյուսներ տեսան, որ Հիսուսին ձերբակալում են, ասեն մեր ջանը փրկենք, հիմա սրան ինչ տնի, թող ինչ ուզում անի։ Փախան իրաց տները, սա ինչ թիմ է, փախած թիմը, որ կարող է Տերը 5000 հոգու կերակրեց, մի քանի ածով ու ձկնով, վերջ այդ պատմությունից հետո Տերը մի հատ խոսք ասեց։ Զգույշ եղեք դպիների ու փարիսեցիների խմորից։ Սրանք անմիջապես մտածեցին, այլ տեսնում եք հացը մոռացան։ Հացը մոռացան մեզ հանդիմանում։ Տերն ասավ այդքան անմիտ եք։ 5000 մարդու կերակրեցին, էլ հացի մասին եք մտածում։ Ասիկ այդքան չի ասնում։ Որ իմ ձեռին է այդ բոլորը։ Ընկալման տեսակետից չեն փայլում, հավատքի տեսակետից չեն փայլում, հավատարմության տեսակետից չեն փայլում։ Բայց ինչ թիմ է։ Աշակերտները ոչինչով չեն փայլել, բայց զարմանալի է, որ Տերը հատ ընտրեց։ Ես ձեզ ընտրեցի։ Այս ինչ ընտրություն է։ Երբ որ մարդիկ ուզում են կառավարություն կազմեն, ման են գալի ամենաընտիր մասնագետներին, եթե խելք ունեն։ Ուզում են, որ ամեն ինչ լավ լինի։ Լավագույն մասնագետները, լավագույն անձինք, պրոֆեսիոնալ մարդկանց ինչ են անում, հավաքում են, որպեսզի մի հատ կարևոր գործի համար, ոչ չէ՞ դա պատահական մարդու։ Հիսուսը ընտրություն է արել, խնդրեմ որակները։ 5000 հոգու կերակրել է, մի ժամ առաջ, մի ժամ հետո ասում է խմորից փարիսեցիների զգույշ եղեք, նկատորներ նրանց վարդապետությունը, սրանք ասում են, վայ, էլը հացը մոռացանք։ Տոպրակի մեջ հատ չկա, դրա համար վարդապետը մեզ հանդիմանեց։ Սա խելք չունեք։ Միթե այդքան ձեր սիրտը, ասես, թմրած է ու չեք հասկանում, որ ես հացի համար չեմ ասում, չէ որ բոլորովին մի քանի ժամ առաջ 5000 մարդ ձեր աչքի առաջ կերավ մի քանի հացով եւ դուք որից էլ հացի խնդիր եք անում։ Ինչ լավ թիմ է։ Ցանկացած 12 մարդ եթե նա ընտրել այդ ժամանակվա հասարակությունից նույնքան անորակ էր լինելու եւ եթե Տեր Հիսուսը հայտնվեր 21-րդ տարի այս օրերին ցանկացած 12 մարդ ընտրել աշխարհից միևնույն է նա լինելու էր անորակ։ Ինչու ամես թվում, որ եթե ինձ ընտրեր, ես ուրիշ որակներ կցուցանեի։ Այդ ժամանակ ես ուրիշ կերպ կդիմեի իմ խելքը, իմ ընկալումները նայել։ Անհավատությունը դա հատուկ է մարդու սերներ։ Թովմասը, երբ որ իրան ասեցին, Տերոջը տեսել ենք, 10 հոգի տեսել են Հիսուսին, ինքը ներկա չէ։ Ասում են, Թովմաս, մենք Տիրոջը տեսել ենք, ասավ չեմ հավատում։ Ոնց, 10 հոգի վկայում են չես հավատում, չէ։ Կարող է մտքի և տեսողության խապանք եք ունեցել սերներ, միրաժ է։ Ասավ, եթե ես, ոչ թե պիտի տեսնեմ, այլ պիտի ձեռքս տանեմ են բաների, մեխերի տեղ, մատս մեծրնեմ, դե հետո ձեռքս կողեմ նրա կողքը, բռնեմ, շոշափեմ, տեսնեմ ինքն է։ Եթե այս չանեմ, չեմ հավատում։
Ոմանք երբեմն ասում են, լսածից չէ, տեսար արդեն պետք է հավատաս։ Թոմաս ասում է տեսնելն էլ բավարար չէ, պետք է ձեռքս շոշափի։ Ես պետք է շոշափեմ նրան, որ իմանամ, որ նա հարություն է արել, տեսածն էլ ինչ չի բավարարում։ Հավատքի սպեկտրի այն ծայրակետում Հովհաննեսն է, որ հենց տեսավ վարշամակը եւ հավատաց, որ նա հարություն արել, այն ամենածայրահեղը կետում մի մարդ է, որ պատրաստ չէ հավատալ, եթե նույնիսկ աշկով տեսնի, որտեղ ուրիշները տեսել են վկայում են չի ընդունում։ Պիտի շոշափեմ ես, ձեռքս պիտի բռնի նրան, որովհետև կարծում եմ, որ դուք հալուցինացիա եք ունեցել, սիրելի եղբայրներ, չէ, ինքը հետ եմ ուզում ասել։ Ինչ որ ոգի է երևացել ձեր աչքին, իսկ ես իրապես մարդ եմ, ես մինչև շոշափեմ չեմ հավատալ։ Հաջորդ հանդիպման արդեն ինքն էլ կա, տեսավ Տեր Հիսուսի, աչքերով տեսնում, ասես դե բեր ձեռքդ, բացի իմ կողքս, շոշափիր ինձ, տես որ ես եմ։ Ինչ արես, դա երանություն է, չէ, Տերը նրան չերանեց, այլ երանեց նրանց, որոնք չեն տեսել, բայց հավատում են։ Բայց ինչու, միթե Հովհաննեսի արյունը կապույտ գույնի էր, թե ինչպես ասում էին ժամանակին Գերմանիայում, գերմանացիների արյան մեջ կապույտ գնդիկներ կան մյուս ազգերում։ Ինչը Հովհաննեսը ով է, նույն մարդն է, իմ ու քո նման, բայց դրսևորումների մեջ մենք տեսնում ենք ծայրահեղ շեղումներ։ Մին հավատքից չտեսած հավատում է, մինչև որ ասում է տեսածից էլ չեմ հավատա, պիտի ձեռքս բռնեմ իրան, շոշափեմ։ Թովմասը նույնպես Տիրոջ ընտրյալն էր, չէ՞։ Պատահական հո չէր մտա աշակերտների ցանկի մեջ։ Աստված ընտրություն է արել Թովմասի նման մեկին, որի մասին գիտի, որ նա շակերտների մեջ ասած ռեալիստ է։ Նույնիսկ իր աչքին էր, տեսածի չի հավատում, այ որ շոշափի կհավատա։ Արանքում են Պետրոսը, որը խորհրդածություններ ունի, բայց դեռ հավատքի մեջ չի։ Այն մյուսն էլ է մի շուտ տեսակետից ռեալիստ է, մտածում է եւ իր վարկածն ունի, որ գոհացել են կամ մեկը վերցրել տարել է մարմինը։ Ինչու են մարդիկ ես նոր տարբեր։ Ես ձեզ ասեմ, այդ անձինք, այդ թվում նաեւ Մարիամ Մագդալենացին գտնվում էին Տեր Հիսուսի ամենամոտ օղակի մեջ։ 3.5 տարի։ Տեսել են նրա հրաշքները, տեսել են, թե նա ինչպես է մեռելները հարուցանում, բազմից անգամ Տեր Հիսուս նրանց ասել է, ինձ խաչելու են եւ երրորդ օր ես հարություն եմ ապրելու։ Բազմից անգամ։ Տեսել են, թե նա ինչպես է կույրերի աչքերը բացում, կաղերը ինչպես են քայլում, դևերը ինչպես են դուրս գալու, բազմաթիվ հրաշքներ, այս սերունդը նույնպես հրաշքների սերունդ է եղել։ Բայց արդյունքը ինչ եղավ։ Միայն մի հոգի այնտեղ, որ տեսավ իրերի դրությունը եւ հավատաց։ Պետրոսը պատրաստ չէ դրան։ Մարիամ Մագդալենացին, որ այն կանանցից էր, որ վերջապես Տեր Հիսուսին որպես Աստծո զավակ ընդունում էին եւ վերջապես Տերը նրա միջից 7 դև էր հանել։ Եվ միշտ Տերի Տիրոջ հետ են եղել։ Քայլել են նրա հետ, կրնկակող, լսել են նրա վարդապետությունը, տեսել են նրա հրաշքները, բայց պատրաստ չեն ընդունելու այն ինչ որ Տերը ասում։ Ինչու է հավատացյալների մեջ այսքան տարբեր մարդկանց մոտեցումը Տիրոջ խոսքին։ Ինչու ոմանք կարող են հավատալ, հավատքով ապրել, իսկ ոմանք պատրաստ չեն դա անել, նույնիսկ եթե իրանց թույլ տաս, որ իրականությունը շոշափեն։ Այսպես է սերներ, մենք պիտի տեսնենք դա։ Թոմաս ռեալիստը եւ Հովհաննես հավատացյալ։ Ես չեմ կարծում, որ ռեալիստները հավատացյալներ են։ Այս սպեկտրը կա, այդ անկում ուրիշներին կարող են տեղավորել, որտեղ մյուս աշակերտներն են նույն վիճակի մեջ։ Կանայք երբ որ եկան ասեցին, որ Տերը հարություն է արել, ասեցին, իրանց թվաց, թե սա ցնորք է, ցնդաբանություն, այդպես էլ գրված է։ Ես ինչ ցնորք ես, ինչ հարություն արել։
զգուշացած է պատմությունը, մեր վարդապետին դրեցին գերեզման և ժամանակն է, որ գնանք մեր գործի։ Դա մի ժամանակ էր մեր կյանքում, որ մենք լավ բաներ լսեցինք, լավ քարոզներ լսեցինք, հրաշքներ տեսանք, բայց անցել է և փակվեց այդ ժամանակները, այս էր նրանց գաղափարը։ Ինչու են այդպես։ Եթե մենք էլ Հիսուսին այդքան մոտիկ լինեինք իր երկրավոր կյանքին, ես չեմ կարծում այդքան մեր որակները պիտի փայլեր։ Բայց այսպիսի մի իրարություն է։ Ինչու։ Հարց եմ տալիս։ Ինչու Հովհաննես կարող էր հավատալ և արժանանալ երանության։ Իսկ Թովմասը ոչ։ Մարդ, որը վերջապես պիտի շոշափի, որպեսզի հավատա, որ տեղի է ունեցել այդ հրաշքը։ Եվ այս կարևոր հարց է մեզ համար։ Չէ՞ որ այսօր Աստծո ժողովրդի մեջ կան մարդիկ, որ հավատքի համար շատ բաց դուռ ունեն, ոմանք կան, որ բոլորին չունեն։ Հովհաննեսից մինչև Թովմաս ինտերվալը պատկերացրեք։ Այդ ինտերվալը պատկերացրեք։ Եվ այս ինտերվալը եկեղեցին է։ Այս ինտերվալը քրիստոնեությունն է։ Այդ ինտերվալը մենք ենք։ Ինչու՞։ Երբևիցե մենք մտածել ենք այդ մասին, ես մտածել եմ և ինչ-որ մի հատ լուծում եմ գտել դրա համար, որ ուզում եմ ձեզ ասել։ Քանի որ նրանք իրենց մտավոր կամային, մարդկային տվյալներով իրարից տարբեր չէին, Պետրոսը ձկնորս են այլ է ձկնորս, Հակոբոսը դա ձկնորս, Անդրեասն է ձկնորս են, նույն արեստի տեր մարդիկ են, կրթվածել չեն, պես որ մենք չեն կարող ասել, որ Թովմասը, քանի որ փիլիսոփայություն ուներ, փիլիսոփա էր կամ կրթված մարդ էր, կրթված մարդիկ դժվարություն ունի երբեմն հավատալու մեջ, կարծես թե էդի խանգարում է իրաց։ Ես ուզում եմ Եբրայեցիս թղթի նույն տեղը բացել, նույն հատվածի մեջ, մի քիչ ավելի առաջ և փորձենք հասկանալ։ Եբրայեցիս երկրորդ գլխից ես ուզում եմ մի տեղ ընթերցել։ Նրա համար պետք է մեզ առավել ևս, երկրորդի մեկ, ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ միգուցե պակասվենք։ Ականջ դնել ինչի։ Լսած բաներին։ Հենց որ լսել ենք, ականջով ենք լսել, չէ՞։ Բայց երկրորդ ականջ դնելն ինչ է։ Ոնց որ մենք սիրելիներ, մեր ականջները ունեն մի ֆունկցիա է Սուրբ Գրքի, շատ զարմանալի ֆունկցիա է։ Նա երկու անգամ է լսում։ Երկու անգամ է լսում։ Մի անգամ լսել է, մի անգամ է նորից ականջ է դնում։ Ասում եմ, մեր լսած բաներին ինչ անել, ականջ դնել։ Մի անգամ լսել ես արդեն, և ականջով ես լսում, լողաչքերով չես լսում։ Ականջով լսել եմ, հիմա նորից պիտի այդ նույն բաներին ականջ դնեմ։ Սուրբ Գրքի տերմինաբանությունը, եթե մենք հաշվի առնենք, որ Սուրբ Գիրքը գրվել է առաջին տարի մեջ, այդ ժամանակ տերմինները իրենց իմաստն ունեին։ Ինչ են շարքում երկրորդ անգամ ականջ դնել, մի անգամ ականջ եմ դնել, մի անգամ էլ եմ ականջ դնել, մի անգամ լսել եմ, երկրորդ անգամ ականջ եմ դնել։ Սրա իմաստը սա է սերներ։ Կան քրիստոնյաներ, որ երբ որ Աստծո խոսքը լսում են, այդ խոսքը վերցնում են, պատկերավոր ասած, և գնում են, որպեսզի այդ մասին նորից մտածեն, խորհեն, դրա համար աղոթք անեն, դրա համար պրպտեն։ Ճիշտ ամեն միտքն է, այդտեղ կարծեք թե գործող ինստրումենտը, բայց նրանք այդպես վերցնում են և սկսում են այդ մասին մտածել։ Գուցե կերպարը շատ լավ չի, բայց ես ձեզ ասեմ, որ այդպես է։ Մենք մարդիկս երբ որ մի բան մտում ենք, մեր կերապրափողից երբ որ իջավ ստամոց, նրանց հետո էլ հոգս չունենք։ Մտածում ենք այդ մասին, չէ։
հանձնում եք ստամոքսին, ինք իրար գործերն անում։ Դրանից հետո նրան ձեր տրամաբանությամբ ուղեկցելու կերակրին ուղեկցելու կարիք չունեք։ Այնքանով պիտի ուղեկցեք կերակրին ձեր տրամաբանությամբ, քանի դեռ նա վերանի մեջ է եւ իջնում է կերակրան։ Հենց հանձնեցի կերակրափողին, նրանից հետո պետք է նրան ուղեկցել մեր տրամաբանությամբ։ Ուզեւ գնաց։ Այնտեղ ինչ կատարվում է, մեր տրամաբանությունից ինչ է, անկախ է։ Բայց զարմանի պրոցես կա։ Կան կենդանիներ, որոնք որոջում են։ Ինչ են անում։ Ուտում են, բայց ինչ անում, կուտակվում է իրաց մեջ է։ Հետո գնում են արևի տակ նստում, այդ սաղ նորից բերում են առաջ։ Ես կարամ այս բանան կմեր։ Նորից բերում են վերև ու սկսում են ինչ անել, մանրացնել, ինքան են մանրացնում, որ ստամոցին էլ գործ չի։ Շատ քիչ բան է, որոջում է, ինքան են մշակում, որ դառնում է իրենց մարմնի, իրենց համար արդեն ինչ մարսման ենթակա սնունդ։ Եղբայրներից մեկը, երբ որ այդ մասին խոսեց, երբ որ քանոց լսեցին դուրս եկան, տեսանք այդտեղ հայտնվել են նամասուներ։ Եվ հենց պատի տակ նստած են, հապշեցին, որ այն արդեն պատի տակ են նստած են, եղբայրը ասեց, որ պատի տակ նստում են տակ հարևի տակ և սկսում են որոջալ։ Եվ տեսան բեր աչքով, այնքան գեղեցիկ էր։ Խոսքը լսես դուրս գաս պրակտիկ տեսնես։ Որովհետև հենց դուրս եկան, որովհետև այդտեղ գյուղական վայր էր։ Այդ դահլիճը գտնում էր մի գյուղական վայրի մեջ, երբ որ այդ քարոզը լսեցին դուրս եկան, տեսան, անասին էր հենց տեղ են, ասին, խնդրեմ, արկա է, փաստ է։ Եվ իսկապես նստած բերաններ ինչ են անում, շարժում։ Ինչու են շարժում, որովհետև հետ են վերել և սկսել են ինչ անել, մանրացնել։ Կան Աստծո զավակներից մարդիկ, որ երբ որ խոսքը լսում են, վերցնում են դա և տանում են, այսպես պահպահարած, տանում են տուն և սկսում են այդ ուղղությամբ մտածել, աղոթել, խորհրդածել, կարծեք թե սկսում են երկրորդ անգամ լսել։ Մի անգամ լսել են դահլիճում, բայց հիմա բերել են տուն, որպեսզի եթե այնտեղ չեն հասկացել, հիմա տուն են բերել։ Ընթերցում են Աստծո խոսքը, պլան չեն կատարում։ Ես պլան եմ դրել, այս տարի պիտի աստվածաշունչ 2 անգամ կարդամ։ Ձայրից ձայր։ Ով է մեզ ստիպել այդ։ Երկրային պատգամ կա, որ աստվածաշունչ պիտի այսքան պլանով, մեկը 5 անգամ է կարդացել տարի, մեկը 10 անգամ։ Այդ արագությամբ կարդում բան չեմ հասկանում։ Եթե ես որոշել եմ ամբողջ աստվածաշունչը մի տարվա մեջ 5 անգամ ընթերցել։ Ու գեղարվեստական գիրք չի։ Հովհաննեսը ինչու էր այդպես։ Մենք նրան տեսնում ենք մի ուրիշ դրվագի մեջ։ Երբ որ գտնվում է նավը 200 վերջապես մետր գուցե հեռավորության վրա, տեսնում են, որ ինչ-որ մի հատ անձ ափին, լճի ափին կանգնած է և կրակ է վառել։ Իրանք են ամբողջ գիշերը, զարմանալի գիշերը, շատ չարչարվեցին, ձուկ չբռնեցին, հիմա այսպես փոր ու փոշման վերադարձել են, որ այսօր ոչինչ չեն տանելու իրանց տները։ Մեկ էլ այդ անձնավորությունը հեռվից, որին դեմքը չի երևում հստակ, բացականչում է, տղաներ, ուր կանը գցեք նավի աջ կողմը։ Չգիտեմ, նրանք միշտ գցել էին ձախ կողմը։ Չեմ կարծում, և ձախ են գցում, և աջ են գցում, դե հետևի կողմը, ամեն կողմ գցել են, ոչ մի ձուկ։ Բայց ինչ-որ մեկ ասում է գցեք աջ կողմը, գցում են, այնքան ձուկ հավաքվեց, խոշոր։ Դրանցից մեկը Հովհաննես ասեց, Տերն է։ Ինչպես ճանաչեց։ Որովհետև նրա հիշողության մեջ մնացել էր, որ եղել է այդպիսի դեպք, որ մենք էլը ձուկ չենք բռնել։ Տերը ասել է գցեք աջ կողմը, հավաքել ենք շատ։ Էսով կարող էր անել Տերը, հիշողության մեջ պահել է։ Մարդիկ կան որսում են, պահում են, բռնում են, վերլուծում են։ Դրա հետ են ապրում, իրանց կյանքի, որտեղ գիտեն, որ դա իրանց կյանքն է, իրանց հոգու սնունդն է, կա ուրիշ սնունդ հոգու համար, քան Աստծո խոսքը չէ։
նրանք մեզանից ավելի հրաշալի ծնունդ չեն մեծ, գուցե նրանք ավելի վատ են ապրել, քան մենք, ավելի ցածր կրթություն ունեն, քան մենք, ավելի ցածր ֆինանսական կարողություններ ունեն, քան մենք, բայց նա ունի առավելություն մեզանից, Աստծո խոսքը որսում է եւ երբեք իր սրտից վերլուծության, իր առօրյայից չի հանում այդ ամատացումը, որովհետև նա հասկանում է, որ ինչ որ կա հենց դրա մեջ, դա է դրա մեջը, ինչպես Պողոս Առաքյալն ասում է, գիտության եւ իմաստության բոլոր գանձերը գտնվում են Հայր Աստծո եւ Հիսուս Քրիստոսի խորհուրդների մեջ։ Բռնել են, որսացել են։ Սատանան գիտեք ինքան քաջատեղյակ է այս խնդրի շուրջ, որ շատ քրիստոնյաների, հազարավոր քրիստոնյաների գիտակցությունը այդ ուղղությամբ գումարես իրար, մեր թշնամու իմացածի չափ չի լինում, նա գիտի, որովհետև ասում է, սերմը գցում է սերմնացանը, ընկնում է միտեղ, որտեղ հող չկա, պինդ է։ Թրջուններ գալիս են անմիջապես ինչ են անում, հավաքում տանում են, ասում է թշնամին էլ այդպես է։ Երբ որ դու խոսքը լսում ես, միտք չես առնում, նա գալիս է անմիջապես ինչ անում, փախցնում է, տանում է, որսում է, խնում է քեզանից, որ դու այն ինչ որ լսել ես հանկարծ տանդ, նորից դրա մասին չմտածես։ Երբեք չմտածես։ Թշնամու գործը այն է, որ մեզ թույլ չտա, որ մենք Աստծո խոսքի մասին մտածենք։ Դրա համար դա գողանում է մեզանից։ Մեթոդները շատ հետաքրքիր մեթոդներ ունի, շատ վտանգավոր եւ նենք մեթոդներ ունի։ Ինչ է անում։ Խոսքը լսում ես, դուրս ես գալիս դահլիճից, օրինակ։ Գուցե դա դահլիճ է, գուցե դա սուրբ գիրքն է, գուցե ինչ-որ մեկը քեզ հետ խոսել է մի սենյակում եւ Աստծո խոսքն է քեզ վկայել կամ սովորեցրել։ Դեռնից դուրս ես գալիս, ամեն ինչ թողում ես դահլիճի մեջ։ Հիացանք, այնքան լավ էր քարոզում եք եղբայրը։ Կներեք, իսկ դրանից ինչ տարանք դուք ոչ մի բան։ Տարանք միայն հիասմունքը, շատ վտանգավոր բան է Աստծո խոսքի վրա հիանալ, եւ դա չդարձնել մեր սրտի եւ հոգու եւ օրակարգի խնդիր։ Առետորներ են եղել, որ ժամերով խոսել են մարդիկ բերանները բաց լսել են, հետո ինչ, փրկվել են այդ առետորի խոսքի մեջ։ Տեսնուր, հիանալ Աստծո խոսքի վրա, նրա ներկայացման վրա, նրա վերջապես ներկայացնողի առետորական կարողություններով զարմանալ եւ Աստծո խոսքի իմաստության վրա զարմանալ եւ դա չտանել մեր սրտի բաժինը դարձնել եւ դրա մասին մտածելու շատ վտանգավոր բան է։ Դա այն է, երբ որ դու հայրու պես անդրադարձնում ես շողերը, քեզ բաժին չի հասնում։ Պողոս Առաքյալ երբ որ ասում էր լսելը ինչից է Աստծո խոսքից անմիջապես դրանից հետո ասում միթե նրանք չլսեցին չէ որ նրանց ձայնը եկավ մինչև աշխարհից դուրս եկավ մինչև աշխարհի ծայրերը ով էին այդ քարոզիչները մեկը Եսայան ով հավատաց մեր յուրին եւ Տիրոջ բազուկում երևեցավ ահա խնդրեմ ավետարանիչ վերևի համար կարծեք երկրորդին հակասում է եթե լսել Աստծո խոսքից է հաջորդ համարի մեջ ասում է բայց միթե նրանք չլսեցին չէ որ այդ ավետարանիչների ձայնը դուրս եկավ մինչև աշխարհի ծայրերը ուրեմն լսելու եւ հավատալու մեջ մի հատ օղակ կա անբացահայտ որտեղ Իսրայելը լսել էր որն է այդ օղակը անբացահայտ չէ որովհետեւ երկրորդ գլխի մեջ բացահայտում է թե որ օղակն է լսած բաներին ականջնել մտածել այդ մասին աղոթել, դու դարձնել քո սրտին, ասում քո խոսքերը դրեցի իմ սրտիս մեջ, որպեսզի քո դեմ չմեղանչեն։ Սերեր, մենք Աստծո խոսքերը բոլորը չենք հասկանում, եւ ես գիտեմ, եւ վստահ եմ, որ այս աշխարհից ես կգնամ Աստծո խոսքից շատ բաներ չեն կանած, բայց այն ինչ որ պետք է ինձ ընկալել, ես արդեն ընկալում փրկվում եմ։ Փրկության խոսքը ես ընկալում եմ, բայց շատ բաներ չեմ հասկանալու։ Եվ այդպես էլ կգնամ։ Բայց քո փրկվեմ։ Միթե ամեն մարդ աստվածաշնչի բոլոր խորհուրդները հասկացա։ Ուրեմն լսած բաներին ականջ դնել, դրանց մասին պետք է մտածել,
Աստծո խոսքը չի ասված այն լսարանի համար, եւ կարծես թե այդ լսարանն էլ հարմարեցված չի Աստծո խոսքի համար, որ լսի եւ դա վերցնի որպես իր մտորումների, իր տրամաբանության, իր սրտի, իր կյանքի որպես ինչը իմաստը, որի մեջ գտնվում է գիտության իմաստության բոլոր գանձերը եւ որի մեջ կա կյանք, իմ խոսքերը հոգի եւ կյանք։ Քանից եք այսպես վարվել, ինչու եք զարմանում, երբ որ ուրիշները կարողանում են կայուն հավատք ցուցաբերել, իսկ մենք չենք կարողանում։ Ինչու՞, որտեղ նրանց երևակայությունը ավելի ճոխ է, ավելի հարուստ է, թե նրանք քնարական մարդիկ են։ Ոչ սերեր, Աստծո խոսքը այսպիսին է։ Նա պետք է ընկնի այնտեղ, որտեղ պտուղ կարող է տալ։ Եվ եթե մնաց դրսում, պտուղ չի լինել։ Եվ դա պիտի վերցնենք մեր սրտի, մեր կյանքի, մեր օրակարգի մեջ, մեր մտորումների մեջ, ամեն տեղ պիտի այդ խոսքը մեզ համար դառնա այն սերմը, որ կարող է շատ փոքր լինել, բայց երբ որ նա մեծանում է, ծառ է դառնում, որի վրա հանգստանում են երկնքի թռչունները, եւ սա երկնքի արքայության խորհուրդն է։ Դրա համար սերներ Հովհաննեսին պետք է առանձնացնենք հենց նրանով, որ նա մի մարդ է եղել, որ իր լսածը, իր տեսածը վերցրել է իր հիշողության դարանների մեջ եւ վերցրել է իր կյանքի մեջ եւ դրա համար նա կարողանում էր Տիրոջը ճանաչել, նրա մատնահետքերը, նա կարող էր հերվից նույնիսկ նրա դեպքը չտեսնելով միայն նրա վարքից իմանալ, որ դա Տերն է։ Ինչու են մարդիկ երբեմն աստվածային բաների նկատմամբ այդքան զգայուն, ուրիշները գցի այդ շշի նման օվկիանոսի մեջ, կանցնի 10 տարի մի կաթիլ ջուրի մեջ չկա։ Այդ սերունդը այդպիսին էր։ Դրա համար Աստված զզվեց, որտեղ նա սպասում էր արդյունքի։ Միթե Աստված արդյունքի չի սպասում մեզանից, արդյունք սպասում է մեզանից։ Եվ այս դահլիճը, եւ այս ժողովները ունի այս գլխավոր նպատակը, որպեսզի նա ցանի իր խոսքերը եւ ընկնի մեր սրտերի մեջ եւ պտուղ տա։ Եվ չլինի, որ մեր մասին հնչի արքայական այդ ցավոտ խոսքը, սպասում էի խաղողի եւ ազող տվեց։ Բայց ես ասում ամեն ինչ արել էի դրանց համար, մեջից քարերն էի հանել, շուրջը փակել էի, նույնիսկ վերջապես աշտանակ էի դրել այնտեղ, ամեն ինչ որ պետք էր արել էի, բայց ես սպասում ունեի, որ դա պտուղ պիտի տա։ Ես կարծում եմ սա Աստծո սրտի ցավն էր, որ նա Իսրայելից համապատասխան պտուղը չստացավ։ Դրա համար ասես, որ երդվել էր եւ հետագա սերունդներն էլ այդպես գտնվեցին, որտեղ նա ամեն օր իր մարգարեներին արթնացնում էր առավոտ շուտ։ Վերկացեք շուտ արեք, ով մարգարեներ, ինչ եղել Տեր, վազեք ժողովրդի մեջ։ Ասեք իմ խոսքերը, ամեն առավոտ կանուխ, Տերն այսպես ասում, ես վեր էի կենում առավոտ կանուխ և ասում էի, նրանց հետ խոսում էի, բայց նրանք ինձ բերժեցին, որտեղ խստապարում են, որտեղ այդ ժողովուրդը չտարան իրան, Աստծո խոսքը իրենց կյանքի մեջ չէր։ Մենք ինչ ենք, մենք նույն դուրս ենք, մենք էլ նույն սիտուացիայի մեջ ենք։ Ուրեմն վախենանք միգուցե երբեք նրա հանգստի մեջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մեկը պակասած գտնվի, որտեղ մենք էլ ենք ավետիք առել ինչպես եւ նրանք, այսինքն տարբերություն չկա, մենք ենել են լսարան, նա քանի միլիոնանոց լսարան էր, կամ 600,000-անոց լսարան էր, բարեւոր չի լսարանի մեծությունը, մենք էլ ենք ավետիք առել ինչպես եւ նրանք, բայց նրանց օգուտ չբերավ ավետիքի քարոզության խոսքը, որովհետև չխառնվեցավ հավատքի հետ լսողների մեջ։ Հավատքը առաջանում է լսելուց, բայց միջանկյալ օղակ գոյություն ունի, ես ձեզ վստահեցնում եմ։ Դա այն է, երբ որ Աստծո խոսքը գնահատելով որպես ամենամեծ հարստությունը մեր կյանքի համար, մենք դա պատրաստում ենք վերցնել դրա մասին խորհել, մտածել, աղոթել, աղաչել, մինչև որ դրա պատասխանը առնենք։ Տերը տեսնում է, որ դու սիրում ես իր խոսքը։ Դանիելը սիրելի էր Աստծո համար։ Ասեց ով Դանիել, սքանչելի մարդ։
դու քո սրտումը դրեցիր սկզբումը, որպեսզի այս ինչ որ լսել ես հասկանաս։ Դրա համար Աստված հրեշտակին ամիշուտ հրեշտակապետին ուղարկեց, գնա Դանիելին հասկացրու այդ բոլոր ինչ որ ես խոսել եմ, հասկացրու նրան, ինչու որովհետև միտք է դրել հասկանալ։ Թող Տերը տա, որ մենք միտք դնենք հասկանալու, մեր լսածին ականջ դնենք եւ չմտածենք, որ այս ինչ որ Տերը անում է ամեն կիրակի, դրանք բաներ են, որ շատ կկրկնվեն, ես չգիտեմ մյուս կիրակի ինչ կլինի է, մեր կյանքը ինչպես կստացվի, ես ներկա կլինեմ այստեղ, դու ներկա կլինես, բայց մի բան հաստատ իմացիր, այսօրվա խոսքն է, որ պիտի բռնես, որ պիտի տանես, որի մասին պիտի մտածես։ Եվ այն ինչ որ կարդացել ես հարևանցի, հպանցիկ ես ընթերցել, տարիների մեջ, նորից վերադառնաս դրանց եւ աղոթես, մտածես։ Մտածենք նրա մասին, մտածենք Հիսուսի մասին։ Երկնավորները մտածեցեք, ոչ թե երկրի վրայինները, որտեղ Աստծո աջ կողմը նստած է Հիսուս Քրիստոսը։ Այսօր աշխարհի միտքը որտեղ է։ Ուտելիք, հագնելիք, չէ, կոմֆորտ, չեմ ասում Տերը մեզ զրկել է դրանից, եկել եմ ուզում ապրել, այո, Տերը ողորմություն անում։ Մարդիկ հետ են մտածում, դրանց մտածմունքը աշխարհի վրա է, հողից է, հողածին է։ Մենք որտեղ ենք սիրներ, ինչով ենք տարբերում նրանցից եք անընդհատ նույն միտքը, ինչ պիտի ուտել, ինչ պիտի հագնել, էս է։ Միայն դա, ես չեմ ասում դրա մասին չեք մտածել, այո, պիտի ես մտածեմ, թե երեկոյան ինչ պիտի պատրաստեմ, բայց եթե դա է միայն, եթե միայն դա է, վայից, ուրեմն վախենան միգուցե երբեք նրա հանգստի մեջ մտնելու խոստմունք մնալիս, ձեզանից մեկը պակասած է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ես բաժինը ասել այդ խոսքը, որ ես կարող եմ լսել և ականջ դնել նրան, իմ առանձին սենյակում, իմ աղոթքի ժամանակ, և ես առնեմ դրա մեջ թաքնված կյանքը, և բոլոր են արժեքները, որ հոգևոր արժեքներ են, և դժբախտաբար քրիստոնեությունը գնալով նահանջում է այդ բոլորից ինչ որ այստեղ գրված է, և փաստ է դա, և դա պիտի լինի, և ասում եմ վերջին նման, որ պիտի լինի սա է, որ պիտի ապստամություն լինի, շատ ապստամություն, նահանջ ավետարանից, մարդիկ այլոց սրա կարիք չեն զգան, ավելի շատ կարիք կզգան հոգեբաների ծառայության, քան Աստծո հոգևոր ներկայացության, և քրիստոնյաներն այդպես կան։ Նրա խոսքը հոգի և կյանք է, հավատում եք սրան, կյանք է նրա խոսքը, կյանք։ Ես ուզում եմ աղոթք բերենք դի մեջը, որպեսզի Տերը մեզ այս խնդիրների մեջ Սուրբ Հոգի նորից մեր ուշադրությունը որտեղ դրված է, Հոգին ասում է, Սուրբ Հոգին է ասում։ Եթե նրա ձայնը լսում եք, որ լսում եք նրա ձայնը կարդալուց, տարբեր քարոզներներ, ուրեմն չխստացնեք մեր սրտը։ Դա այն դեպքն է, երբ որ սերմը ընկել է ապարաժի վրա։ Թշնամին ասում է, ժամանակն է ձերվել, ինչ անել, աղցնել։ Չլինի թե այս մարդը մի օր վերադառնա դրան, կանգնենք ոտքի խնդրելու Տիրոջը։ Մենք ուզում ենք դառնալ հավատացյալ մարդիկ, բայց հավատքի համար միջանկյալ օղակ է, լսելուց մինչև հավատքի գալը պետք է մենք ունենանք մեր կյանքի օրակարգի մեջ Աստծո խոսքը, որ հոգի և կյանք է։ Եվ մենք պարտավոր ենք դա անելու, որովհետև եթե դա չանենք, վախենանք, որ ինչ կլինենք, պակաս կգտնվենք, այսինքն մեր տեղը դատարկ լինելու է երկնքում։ Ես ուզում եմ, որ Տերը ինձ ողորմի և ինձ սովորեցնի և իմ ուշադրությունն եմ միշտ ուղի դրան, ինչպես այսօր ես ձեր ուշադրությունն եմ կենտրոնացնում ես խնդրի վրա, որ մենք լինենք այնպիսի քրիստոնյաներ։ Քո խոսքը հոգի և կյանք է։ Քո խոսքը հոգի և կյանք է։ Այս նշանաբանը այսօր տարեք ձեր տները։
Եվ այդ նշանաբանի ներքո շտկենք մեր վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ։ Քո խոսքը հոգի եւ կյանք է։ Տերը Հիսուս ասաց. սրանք մարդու խոսքեր չեն, իմ խոսքերը հոգի